առացիորեն ամեն մեկը կարա հելնի ու քաղաքական մեկնաբանություններ անի, ասենք ոչ թե իրանց հարևան Վարդուշի մասին, այլ Իսրայել ու Իրան հակամարտությունը հելնի սենց քննադատի, վերլուծի, սենց գնա գա, սենց բաներ ասի, թե ինչի Իսրայելը հարձակվեց, բան ինքը գիտի ու այն աստիճանիա, որ մարդիկ դաժե սենց մարդկանց լսում ու լուրջ են ընդունում ու հավատում են, միատ չեն վերլուծում, միատ չեն ասում, իրապե, ախես ինչ տափակություններ ասում, ախես ինչ անկա բաներ ասում, ախր այս ասացի մեջ ընդհանրապես ճշմարտություն չկա, կամ տրամաբանություն չկա, կամ դու որ դուզ գիտես էսի, որ էլ է հայտարարում ես, ու այս տեսակի սենց լիքը մարդիկ կան, տարբեր լևելների, մեկը մի քիչ ցածր, մեկը մի քիչ բարձր, մեկը ավելի խելացի ստեր ասում, մեկը ավելի ապուշ ստեր ասում, մեկը լրիվ անհավատալի ստեր ասում, մեկը մի քիչ հավատալի, բայց էլի սուտ է, էլ եմ ասում, տարբերն են աստիճանի, որ Ամերիկան էսա 8 րոպեից կգա, իր զորքը կարա բերի մեզ փրկի, մինչև որ արևը հայ է ու արևը հենց մեզ պետք կլինի սենց խաշի մեր հարևաններին ու կպրծնենք ու այս մոտավորապես այս լևելի մի հատ քաղաքական վերլուծաբանի երեք հանդիպեցի իհարկե անձնականի հետ կապ չունենք, եկեք իր անձին չկպնենք, ես իրա չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, չեմ լսել իրա մասին, ոչ միտեղ չեմ տեսել, կարդացել ինքը ընդհանրապես ով է, որ դրուկ քաղաքական վերլուծություններ անում ու համայն աշխարհին տալիս է իր բոմբաստիկ մտքերը, հա, որպես վերլուծություն ես իրավունք ունեմ իր ասածները վերլուծել ու պիտակավորել եւ այլ, քանի որ ինքը դա գցել է համացանց, բաց դրել է աշխարհին, որ ահա տեսեք, ես ինչեր եմ ասում բայց էլ եմ ասում իր անձնականի հետ կապ չունենք մենք զուտ որպես ինքը իր վերլուծությունները եկեք մի հատ լսենք որովհետև չենք խոսում հավայի այլ խոսում ենք փաստերով լսենք ինքը ինչ է ասում Ռուս-թուրքական եւ Կրեմլի հերթական օպերացիան Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյան այդ ճակերտավոր գիլդիմը խիա ձեզ թվում իմ համար մեծ զարմանալի է եւ խիա ձեզ թվում հարգելի հայրենակիցներ որ Ռուսաստանի քաղաքացի եւ միլիարդատերը առանց իր հայրգելի հայրենակիցներ իր համար զարմանալի է էլի խիա ձեզ թվում Ռուսաստանի Կրեմլի գիտության դաբրային այստեղ Պուտինի հավատարիմ նվիրյալ Նիկոլ Փաշինյանը կարող ինչ-որ բաներ աներ, ձերբակալել, միանգամից երկու ամսակալանք ներկայացներ, հա։ Ուրեմն, տեսեք իր խոսալու ձևը, Նիկոլին սարքում է Պուտինի շիստյորկա, կարաս սարքես, բայց սարքելուց առաջ դու պիտի ինչ-որ մի փաստեր ներկայացնես, չէ, դու վերջ-վերջուց որ երկրի ղեկավարի, սարքում ես մի ինչ-որ ուրիշ երկրի ղեկավարի շիստյորկա, դու պիտի ինչ-որ մի ձևի ներկայացնես, չէ, ինչի ես տենց ասում, են ասա Ուզբեկիստանի ներկայացուցիչ, ոնց ես եկե դրան հասե, ասիկին ինչ փաստեր ունես, ինչով ես դա ապացուցում, չկա, ինքը գիտի ապել, մենք պիտի իրան հավատանք, ինքը դեմք է։ Բան հնարավոր է, Նիկոլը կարար Սամվել Կարապետյանի արտահայտությունից առաջ Հայաստան գալուց առաջ կարար ընդհանրապես արեպորտից չթողեր Հայաստան Ուրեմն ինչ ասում ես մարդը, ասում է տրամաբանական բան ասում է կարող Նիկոլը դաժե չթողեր իրան այրոպորտից գալ։ Այսինքն Նիկոլը պետք է եթար բանի են, ինչեր են, Ասիա են բախտագուշակի մոտ ասիր է Սամվելը որ գալիս է ինչեր է ասելու, հա 3 ամիս հետո էս հայտարարություն անելու, եթե իրան այրոպորտից չթողեմ գա, որ ինքը 3 ամիս հետո ինչ որ հայտարարություն չանի, հա։ Հասկանում եք ինչ ասում ես, ինչ ասում ես մարդը вообще, ասում է պետք է իրան չթողներ գար, որ ինքը այս արտահայտությունը չաներ ու իրան չբռնեին։ Հələ ջոգում եք, ինչ է ասում։ Բայց եկավ, կարար չձերբակալեր, Սամվել Կարապետյանը կարար Մոսկվայից այստեղ իր դիվիժենները աներ, բայց ինքը եկավ։ Ինքը եկավ, ինքը բայց կարար չգար։
բայց ինքը եկավ, ինքը կարար չգար կամ գար, չգար, չհասներ, բայց ինքը եկավ, բայց ինքը կարար Մոսկվայից վաու, քաղաքական վերլուծաբան։ Իրականացնում է 2018 թվականի Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան օպերացիան, որ 2018 թվականին ով էր Քոչարյանին հիշում Սարգին ֆենոմեն գործոն եւ Քոչարյանը դառել է երկրորդ քաղաքական ուժը մեր երկրում օկուպացված ռուս-թուրքական Ու միանգամից sense թռավ Քոչարյանի վրա 2018 թիվ Քոչարյան, ով էր Քոչարյանը, ինչու եկավ, բա ինչի դարավ երկրորդ ուժը, ինքը վերլուծում է, հասկանում ես, վերլուծություններ է ասում, հա, բա ինչի ոնց եկավ Քոչարյանը ու դարավ, ինչ հետարքիր վերլուծություններ է։ կոալիցիայի կողմից օկուպացված մեր երկրում երկրորդ քաղաքական ուժը Նիկոլի Կոալիցիա ինչ էր բարդ բառեր ասում, կոալիցիայի կողմից օկուպացված թուրք-ռուսական ուժերի կողմից օկուպացված մեր երկրի երկրորդ ուժը դարավ, հասկանում եք ինչ թույն բառեր է։ հրաժարականներն են պահանջում, Քոչարյանները, սերժականները, Նիկոլ ընդդիմադիր, Նիկոլ հրաժարական, Նիկոլեսը, Նիկոլեն Ինչ Նիկոլ ընդդիմադիր ընկեր։ Ինչ Նիկոլես 1000 տարի ընդդիմադիր չի, ինչ Նիկոլ ընդդիմադիր է ասում։ մանդատները վայր են դնում, Նիկոլը տեղում գնվում է։ Զգացիք իր քաղաքական sense բոմբ միտքը։ Այսինքն ես մենակ ես մի բառ, ես մի նախադասություն լսելուց պետք կարա մարդ մտածի, որ ինքը քաղաքականությունից ընդհանրապես հեռու է։ Այսինքն ոչ գաղափար չունի ստրուկտուրայից երկրի, մեր երկրում ինչ է կատարվում, մեր ազգային ժողովի կառույցից ոնց է, ինչ բա էս այն հասկանում եք այն պրիմիտիվ այն գարաժի խոսակցություն level-ի sense անալիտիկ sense բաներ, արա բա խիչ են դնում, բա ոնց ախպեր մանդատները որ դնեն Նիկոլը վсё գմփում է, sense Նիկոլոսը տարակում է մանդատները դնեն, բայց իրանք չեն դնում, որովհետև այն $1000 աշխատավարձի համար իրանք sense պահում են, էլի, հասկանում եք, վերլուծություն քաղաքական։ Դա միֆ է, հարգելի հայրենակիցներ, որ Նիկոլը Քոչարյանին կամ Սերժին դեմ է կամ Սերժը Քոչարյանին ամեն մեկը դեմ են 2018 թվականին մենք մերժեցինք Սերժին եւ ստացանք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռա բռնապետություն։ Ինչ ասում ես մարդը։ Ում է հիմա ինքը մեղադրում, ասում է մենք մերժեցինք Սերժին, ստացանք Սերժ Քոչարյան ու Նիկոլ։ Սենց ապուշ միտ լսել եք դուք կյանքում։ Կապ չունի ինչական ուզում եք կլնեք։ Սենց ինչ ասես կծիկ, հա, սենց այն թելի կծիկ քաղաքականության միտք ինչ-որ մեկ ասել է, չի ասել, այս առումով ինքը բոմբ է, իրոք սենց նոր տերմինոլոգիաներ է մտցնում հայ քաղաքական դաշտում ու հայ քաղաքականության պատմության մեջ, որ սենց էլդուսուս, այս առումով ճիշտ եմ ասում, ինքը նոր քաղաքական դեմք է։ Որի արդյունքը եղավ Արցախի համատեղ հանձնումը 44-օրյա պատերազմը։ Որոց այդ երկուսը տարբեր բաներ էին, էլի։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ մեր հանքերի հասույթը թալանը կազմում էր $6 միլիարդ տարեկան, Նիկոլ Փաշինյանի ժամանակ դառել է մինչև 12 միլիարդ։ Լսակ, թե էսի ոնց ինչ կապ ուներ, էսի ինչ էր ընդհանրապես, ինչ ինֆորմացիա էր, թալանը 6 միլիարդ էր, հիմա դարավ 12 միլիարդ։ Նիկոլ Փաշինյանը $20-25 միլիարդ Պուտինից բրիլյանտ ու ոսկի է բերում, ծախում Արաբական։ Լսակ, էսի բոմբ էր, էսի մորացել է։ Պուտինից ապի Նիկոլը 20-25 միլիարդի ադամանտ բանա բերում ու ծախում է բան արաբական։ Նիկոլն ու Պուտինը պատկերած, բա գիտեք խի են որ Նիկոլն էտում եք մեկ Ռուսաստան, բա էտում է մեշոկով, են սովետական սպիտակ մեշոկները որ կայից ես որ թափեր տալի փոշի էր էլ։ Այ դրանցով ադամանդները վեկալում է Պուտինն ասում է, չեն նայում
Պուտլո ասում ալը նայո չեն նայում ախպերն ասում не иди никто не смотрит пошел վազելով գալի մտնում է սամալյոտ 25 միլիարդի ադամ բարը գիտեք դուք ինչա դու գիտեք խաղ են կանում ախպեր քաղաքական վերլուծություններ են կանում Նիկոլը Պուտինից ադամանտ, բրիլյանտ, ոսկի եւ այլն 25 միլիարդ բերումա տարին տանում ախպեր ջոգել ենք մենք գիտեք թե հարիվ ենք մենք արա Պուտին դու գիտես հայերը հարիվ են չէին ջոգի որ դու ես խաղն ես մտածե հələ մի հատ նորից մտածի հələ ում հետ գործ ունես երկրներ Եվրոպա, Հնդկաստան, ինչ հակառուս, ինչ ռուսին դեմ գործարքներ։ Իմ համար զարմանալի է, որ Սամվել Կարապետյանի համար այս դոշն ծեծում միլիարդատեր հայ բարերարես են Ստամբուլ նայեք ինչ ասում ես ուշադիր ես բոմբը միտքը լսեք Ստամբուլում էլ լիքը հայ մեծահարուստներ, հայ բարերարներ, միլիարդատերներ կան, որոնք չեն թաքցնում, որ հայ են Ստամբուլում լիքը միլիարդատեր հայեր կան, որոնք չեն թաքցնում իրանք հայ են։ Ջոգիկ, թազա միլիարդատեր են հայտնվել ախպեր Թուրքիայում հայ, միլիարդ։ Միլիոն ինչա, միլիարդից ենք խոսում։ Միլիոնը ստից բան է արդեն։ Եվ առանց պրոբլեմի դվիժեններ են անում, հիմա որ այդ Ստամբուլա հայը գար ստեղ արտահայտություն անել, էլի հայ թուրք, հայ կոմնատից, թուրքի կոմնատից եք պիտակավորելու, հետաքրքիր է, էլի ռուսի կոմնատիցը սրբություն է, ռուսի քարոզչությունն իրականացնողը սրբություն է, իսկ թուրքինը սրբապիղծ է։ Ջոգիկ վերջում ինչ ասեց։ Այս մարդը ինչ է ասում։ Ասում է, եթե Թուրքիայից միլիարդատեր գա, ինչ-որ մի հատ կամ լիքը հայ միլիարդատերներ են, գա Հայաստան, դուք յան ասել եք ինչա Թուրքիայից միլիարդատեր է, թուրքա, սրբապիղծ է, ինչա, մի կողմից որ լսում ես, գում ես որ վատ բան է ասում, ինչ-որ Թուրքիայի հետ կապած, բայց որ բարերը անալիզ ես անում, ջոգում ես որ Вообще այս մարդը ոչ մի բան չի, այս ինչ միտք է ասում։ Մի հատ հետամ նորից ուշադիր լսեք ինչ է ասում, էլի։ Այնտեղ որևէ հայկավարի կամ այս պաշտոնյայի հրամանատարի դեզդենի արձանքը Հայաստանում չկա, փողոցի անուն կա, այնտեղ որևէ 2028 թվականի ռուս-թուրքական օկուպացիայի սրբությունը, ռուսի քարոզչությունն իրականացնողը սրբություն է, իսկ թուրքինը սրբապիղծ է։ Ջոգիկ ասում է ռուսի քարոզչությունը իրականացնողը սուրբ է, իսկ թուրքի քարոզչություն իրականացնողը սրբապիղծ է։ Ջոգում եք ինչ է ասում։ Պարզ ասում է, եթե մեկը գա ու թուրքի քարոզչությունը տանի, դուք խի եք ասում սրբապիղծ թուրքի քարոզչություն տանողին, բայց ռուսինին չեք ասում սրբապիղծ։ Ջոգում եք, այսինքն այս մարդը ինքը բերում թուրքին հավասարացնում է ռուսին, մի հատ էլ մունաթ է գալի, սկզբից մունաթ էր գալի, որ Հայաստանը ռուսա-թուրքական եսիմինչ ուժերը կերել են ու զարմանում է ինքը ու ասում է բախի եք ընդ ռուսի մարդուն ասում, չեք ասում սրբապիղծ, թուրքի պրոպագանդա տանողին ասելու եք կամ ասում եք, լնեք ինչ ասում։ Այդ ոնց է, մենք ռուս-թուրքական Ֆարսի պայմանագրով 1920 թվականի դեկտեմբերի օկուպացիայով մենք դեռ ռուս-բոլշևիկյան ռուս-թուրքական օկուպացիայի ներքո ենք, մեր Գրիբալդիևի արձանը ցարական Ռուսաստանի օկուպացիայի 1828 թվականի Երևանում տնկացրած է, Միասնիկյանի արձանը Երևանի քաղաքապետարանի մոտ հələ տնկացրած է, ռեմոնտ են արել վերջերս Այդ ռեմոնտն են հենց կերցնում է, էլի ռեմոնտ են արել դաժե։ Բայց պարսկական Օսմանյան տենց որևէ հայկավարի կամ այս պաշտոնյայի հրամանատարի դեզդենի արձանքը Հայաստան։ Ջոգում եք ինչ ասում այս մարդը։ Այս մարդը հելելա ելույթներ է ունենում, այստեղ պետք է ասեմ էշ։ Ու մի հատ էլ չի ամաչում, հələ մի հատ էլ մունաթ է գալի, ասում է թուրք հրամանատարի, պարսիկ հրամանատարի արձանքի չկա Հայաստանում։ Հասկանում եք ես ով է էսի։
Էս ով է вообще։ Իրան դրել է քաղ վերլուծա բանի եսիմ ինչի տեղ ու էլ ելույթներ ա ունենում ու մի հատ է մոնաթ ա գալի Հայաստանի Հանրապետության թե Գրիբայեդովի արձանը կա խի թուրք մի հատ ինչ-որ բանի արձան չկա հրամանատարի աննորմալ է սապեր դու լուրջ դու ուզում ես ինչ-որ Թայլատ Փաշայի բան արձանը բերենք դնենք Քեմալ Փաշայի արձանը բերենք դնենք լուրջ դու տենց ուղեղ չունես, տես բաներ ես հել հայտարարում ու մունաթում, թե խի ախպեր բանը չկա, ռուսի կա, թուրքի չկա, աննորմալ են արա։ Չկա, փողոցի անուն կա, մշակութային գործիչ Ֆիրդուսին է կա, բայց դա մշակութային գործիչ է։ Ռեալությունները ավելի կոնկրետ նայեք, իմ համար ոնց որ Ռոբերտ Քոչարյանը իր իբրև թե կալանավորված ժամանակով գալիս էր Տաներովնի ավտոյով ԱԱՑ-ի հայատ, ընդեղից Պերեսատկով գնում էր դատարան, հետ էր գալի էլի այդ ավտոյով գնում էր իր դղյակը չինական դեսպանատունի այդ ոստիկանական ակադեմիայի արանքում հսկայական տարածք այդ դղյակը Քոչարյանինն է, որը բանայի Միասիքը մեր պետության բանայի հողերն է, որը ատկատով հետա վերցրել եւ այնտեղ դղյակ այնտեղ լրված ցկցկում էր իշ Քոչարյանի դա Մինչև Քոչարյանի դատավարություններին լրահոսով ներկայացնում, բայց Քոչարյանի դատը ցույց չեն տալի։ Հետո Քոչարյանի դատը ցույց տվին։ Հետո Քոչարյանին դատի ժամանակ թույլ են տալի գնա այդտեղ կա բան բաշկերներցի ժողովներին մասնակցի թույլ են տալի գնա բուժման թույլ են տալի գնա այն կողմ այն հաց սուտ է ասում, որովհետև կարծեմ, չեմ հիշում տոշնի, կարծեմ դաժե թույլ չէին տվել։ Հավայի խոսում է, թե իբր թույլ են տվել, սիմուրա Քոչարյան սաղորը ֆրֆռում էր դատերի ժամանակ։ Ժամանակ են հաց բերողից ի բուժօգնություն ցույց չտվին, մահացավ դատանում, ինչ շեքյատներին եք հավատում։ Սա Կրեմլի հերթական քայլն է, Կրեմլի հերթական PR-ն է, ռուս-թուրքական համատեղ օկուպացիոն ուժերի, Սամվել Կարապետյանի սարքեն բան Ռոբերտ Քոչարյանի նման ինչ որ երևույթ, կհաջողի չէ, դի կախված է մեզնից։ Քոչարյանի հաջողությունը կախված էր ոչ թե Նիկոլի այդքան վիզդերից բռնեց բաստողեց 2018 թվականից կախված էր ոչ թե նրանից, այլ 44 օրյա պատերազմի արդյունքից, որտեղ մեր հանրության մի մասը Ջոգիքս թե ինչ ասում։ Սեմյատն այնքան Հավայի բան ասում որ խորանակ։ Մի կողմից ասում է Ռուսաստանը օպերացիա անում բերմա Սամվել Կարապետյանին սարքի եսիմ ինչ։ Մյուս կողմից ասում է համեմատում ասում է Քոչարյանն էլ են իրան բերետ են սարքին։ Բայց Քոչարյանին չելավ, որովհետև դա կախված էր պատերազմից, բայց միջև այդ ասում էր պատերազմը նրանք են սարքել, որ տենց անեն, այսինքն նրանք սարքին պատերազմը, որ տես ավարտն ունենա, որ հետո Քոչարյանին ուզենան սարքեն ղեկավար, որովհետև իրանց մյուս պրոյեկտը, որ պատերազմը, որ սենց լինի, սարքեցին, ազդեց այն մյուս պրոյեկտի վրա, ու իրանց այն մյուս պրոյեկտը խառնվավ։ Սենց դեբիլություն լսել եք, ոնց որ դուք մի հատ սենց երկու պրոյեկտ եկալ եք սարքեք, ասենք ուզում ես տուն սարքես, մեկը լուսամուտի ֆաբրիկա ես դնում, գործարան, մեկ էլ ցեմենտ բիտոնի, ու մի հատ տուն ես գծում, փող ես տալի ինժեների, որ տուն գծի փետից ու առանց լուսամուտների, ու տես տունը սարքում ես, ասում ես, վայ քուարա, այն լուսամուտի գործարանս բանը պրավալ գնաց, չաշխատա, որովհետև տուն ես, որ ես եմ գծել, որ սարքեն, փեդից եմ սարքի ու լուսամուտը չկա։ Վայ քուարա, բայց մի հատ թույն վերլուծաբան էդի ջոգել է, ռասկրուտկա է արել, ջոգել ապե, հայի խելքը դե բանա, չէ։ Դե մեր մի մասը Նիկոլը Չելնիով ուզմալն է այդ կոնտեքստում, բայց երակշիռ մասը համոզվեցին, որ մեզ մատնեի վրա պրոստը խաղցրին մեր Արցախայությունը, Արցախի մարզը բանցիկով հանձնին զենքի պայեսները դեռ ամառը 23 թվականի պլոմբին փագին եւ Արցախի դիրքապահ տղաները զենք զինամթերք չհասցրին եւ շուրջ 300 մեր հերոս քաջարի մարտիկներ Այդ հերոս քաջարին է սենց վրոձինքը թույն հայրենասերա ինչ է խոսում 2023 թվին մեր զենքը պլոմբին իբր դե պատերազմի ժամանակ գալու էին զորքը վազեր գար դենար վայ քոարա այս զոր բանը պլոմբածա չեն կարա բացենք զենք վсё մեռանք
Չեն կարա կրվենք, դե զենքը պլոմբած է։ Այս զոհման, որտեղ պոստում ինչքան է զենք լինի, պիտի համալրում լինի, պիտի բերեն հասցնեն զենք կռվի ժամանակ, այդ զենք զինամթերքը բարձնում է։ Ովքեր ձև ունեցան հետ քաշվելու, հետ քաշվան, ովքեր չհասցրին կամ չուզեցան, մնացին զոհվեցին։ Բրդելով ավելի 10000 մարդկանց կյանքեր դες թեման որ չկռվեին, տենց կատաղի Արցախի մարզի մեր բնակիչներն ու հայրենակիցները զոհերը ավելի քիչ կլիներ, դա միֆ է։ Հիմա մեր Իսրայելը-իրանական հակամարտությունն է, էսկալացիան։ Սուց հայ-ռուսականը դորդուբեն շարեց, բայց Իրան քանի որ դա փոքր է, փոքր level է, ինքը անցավ համաշխարհային Իսրայել-իրանական հակամարտությանը ու դուք կլսեք ես հավես չունեմ, ընդ ինչ որ մեծ գլոբալ հարցեր է լուծում, բան Չինաստանը ընդից գալիս է ծառի տակ նայում է բանը պարսիկ ընդից տենում է, հետո Նեթանյահուն ասում է, արա ախպեր ես ձեզ տեսա, բան, ասած վերլուծություններ, в общем, դուք կնայեք այդ հետարքը, բայց այս level է, էլի, ասենց գիտեք ինչ նենց պատկերացնում եմ, ասած որ ավտոների վրա բան անենք, վրցնենք, ես ավտոներից գաղափար չունեմ, ու ասենք ես հելնեմ, կամ ինչ-որ մեկը չէ, ես չէ, ու սենց մեքենաների զարգացման, ապագա մեքենաների զարգացման վերլուծություններ անի, ու սենց ասի ժողովուրդ, ձեզ խաբում են, Toyota-ն ու Mercedes-ը նույն մատորն ունեն, գիտեք, տրամաբանություն է, որովհետև երկուսն էլ բենզինով են աշխատում, դուք կարաք Toyota-ի լյուբոյ մաս վեկալեք դնեք Mercedes-ի վրա ու կաշխատի, բայց քանի որ Toyota-ն Ճապոնիայում է, Mercedes-ն է Եվրոպայում, դե ես տենց միջմոլորակային բան եմ էլի անալիզ անող եմ, սենց գեոպոլիտիկից լավ հասկանում եմ, մասերը որ գալիս է Ճապոնիայից Եվրոպա, Ռուսաստանի վրով է անցնում, Ռուսաստանը դե գիտեք KGB-ն սաղ տեղերը կա, ու KGB-ն ինֆրա լույսային ճառագայթներով մտնում է այդ տրանսպորտի մեջ ու փոխում է այդ Toyota-ի դետալները, դե համար հենց գալի ընկնում են, հասնում են Եվրոպա, արդեն չի ընկնում Mercedes-ի վրա, դուք չգիտեք, ես էդի գիտեմ, այն օրը YouTube-ն է դաժե ասեց, որ հա KGB-ն ախպեր մտնում է, դաժե բան են արել, դրա համար Քոչայանը Toyota-ի գործանը դրե Հայաստան, որ սաղ Toyota-ները գա չերես Հայաստան, էթա, ու իրանք ծախեն, սենց փող աշխատեն, ու KGB-ն ընդե մտնի մեջը, ու եթե օթով են էթում, չերես օթ, տենց բաներ տա, սպուտնիկով բան, հետո բա գիտեք ինչի բերին կորոնան է բերին այդ 5G-ով, այդ բանը թազա սիստեմն է, KGB-ն մեջն է, այդ իրանց չիպերի մեջ հատուկ բան են դրել, որ KGB-ն մտնի խփի Toyota-ի այդ մասերը սենց փոխի, մենակ չերես Քոչարյան կարանան սարքել, այո որ Քոչարյանի մոտից առնում է Toyota-ի մաս, Իրանը կարաս լյուբոյ մաշնի վրա դնես, որտեվ ինքը օրիգինալ ճապոնական է, հələ KGB-ն իր բաները չի մցրել ճառագայթները մեջը։ Լյուբոյ բենզինի մաշնի վրա կարա էթա էտի, տենց է, բա ոնց, բա աշխարհը տենց է, մասոնները որ եկան, տենց փոխին ու սարքին, այսպես վերլուծություններ են անում քաղաքականությունից։ Հələ հերիք չի են հայկական իրանց փողոցից է չեն անում, հայ-ռուսական, էսի դերը համեմատում էր Իսրայել-ամերիկյան բանը, կապը, հայ-ռուսական կապի հետ, համոտանք էր տալի Պուտինին, մե համոտանք, այ Պուտին թքե մերես էտ ինչի չեկար մեր համար տենց էտ հայր ատոմային ռում կծեր Ադրբեջանի գլխին և այլն, այս է պատճառը նաև, այս է մեր որակը, թե ինչի նաև ուզեցանք այդքան շատ, որ ունենանք կուսակցություն, որ այս տեսակի գոնե կուսակցականությանը, քաղաքականությանը կարողանանք ինչ-որ մի հակակշիռ դառնանք, որ կարողանանք մեր ժողովրդին բացատրենք, որ ժողովուրդ ջան, ամեն մի ինչ ասեմ ախր, վիրավոր է,
ճիշտ բառը որ ասեմ կլինի վիրավորական, բայց ամեն մի էակի մի լսեք որպես քաղաքական վերլուծաբան ախր, ով որ YouTube-ով ելույթ անում կամ Facebook-ով մի վեկալեք ու վստահ, հա, տեսեք, վաու, ինչ ճիշտ բաներ ասում։ Ամեն մի Հավվայի մարդու, որին ոչ մեկը չի ճանաչի իր կյանքում, ինքը իր կյանքում եսին ոչ մի բան չի եղել, տառացիորեն ոչ մի բան։ Ինքը չի կարա եկել հելնի ելույթներ ունենա ու բանից գլոբալ, եսիմ ինտերկոնտինենտալ հարցեր քննարկի ախր ու որոշի, բնութագրի կամ բացատրի ձեզ, ախ չի կարա տես բանը լինի։ Ամեն մեկին մի դրեք ու լսեք, որ չգիտեք ինքով է, եթե ձեր սրտին դաժե սենց մոտիկ բանը ասում, ասենք դուք ռուսերեն ատում եք ու ինքը մեկ է վատ բան ասում, ռուսեր չի նշան, որ պետք է շարունակեք լսեք, որովհետև դրանից ու կա ինքը հարյուրատ անասունություն ասի։ Ու դուք այդ էշությունները լսում եք ու ասում եք ուրեմն ճիշտ է ասում։ Այտենց չի ախր, սենց Հավվայի մարդիկ իրանք իրանցից վերլուծաբան вообще 0 մակարդակի վերլուծաբան լինելով քաղաքականությունից ընդհանրապես 0 աստիճան 0 չափի հասկացող իրանք իրավունք չունեն հելնեն ու սենց ելույթներ ունենան որովհետև իրանք սխալ բաներ են ասում իրենց պետք է դատեն вообще-թե որովհետև հելնում են մարդկանց գլուխ են աղում իրանց տուֆտա մտքերը իրանց դոդ ու սխալ ու հա հենց ոչ ճիշտ ու վնասակար մտքերը թո իրանց պահեն գնա քո ընտանիքում քո շրջապատում խոսա այդ քո մտքերը այ ախպեր ինչ ես հələ ելույթ ունենում մի հատ էլ սփռնում աշխարհով մեկ իբր թե ես ինչ մտքեր ես արտահայտում քո մտքերը անկապ դու մենակ քեզ չեմ ասում լիքը քո նման մարդիկ կան որ ասենց անկապ ելույթներ են ունենում ու անիմաստ անհիմն ոչ մի բանի վրա չհիմնված, ոչ մի փաստ չունեցող ու դրանք էլ ջանդան, որ ասենք 10-20 տարի բան ունես, փորձ ունես, անալիտիկ ես, եսին որ անալիտիկ կենտրոններում ես աշխատել միջազգային, ասենք հա լավ, ուրեմն դու ինչ-որ իրավունքներ ունես ինքդ անալիզներ անելու, ախր ես իմ նկարներից նայում եմ ընկեր ջան, ես իմ որ գյուղից, ես իմ որ դեից մի հատ մարդ է սովորական, արա հելել ես դու ոնց ես մտածել, արա ես հելնեմ ախպեր Իրանա-իսրայելական պատերազմը անալիզ անեմ, լավ էլի, արա գնա ախպեր քո համար ապրի, ինչ ես ուզում ախր, ով է քեզ ստիպել որ հելնես տես ելույթներ ունենաս, լավ եղեք ամեն մի ելույթ ունեցողի մի նստեք խորացեք էլի ժողովուրդ ջան ամեն մեկն է կարա հիմա ելույթ ունենա բայց դա արդեն մարդու ինքնասիրությունից է թե որ թեմայով ինքը ելույթ ունենա այդ դու դզող փչող ես լավ ախպեր ցենտր բանա դզող փչողը ինչ վատ բանա հել քո բաներից խոսա քո ավտոն նկարի ասա տես այս երկաթը տալիս եմ սես ծռում եմ դզում եմ իշ լավա ցենտրա ով որ ուզում է էդի նայի սովորի կգա կնայի քո վիդեոները կսովորի բայց որ դու մասնագիտությամբ օրինակ եմ ասում դզող փչող ես կամ հարթուկ անող ես դու մի հել Իսրայելա պարսկական պատերազմը անալիզ արա թե ոնց է լավ ու Նեթանյահուն Տրամպին զանգեց ինչ ասեց գախնի ու դրանից հետո այնի գախնի զանգեց Պուտինին ինչ ասի ու դրանք սաղ ներկայացի այդ սաղ գախնիկները դու գիտես ու ժողովուրդը չգիտի տես դու այնքան բարի ես որ այդ սաղ գախնիկները ուզում ես ներկա ու հայրենասեր ես ուզում ես ներկայացնես քո ժողովրդին հարգելի հայրենակիցներ որ հարգելի հայրենակիցները իմանան այդ գախնիկները որոնք դու գիտես այս ինչ դատարկաբանություն է այ լավ եղեք կհանդիպենք հաջորդ կյանքում